այս անդառային հատվածները կոմունիստների ժամանակ անդարտընտեսությունից եկան տնգեցին, բայց ինքը սկսեց շադանալ։ Այս արդեն ինքնուրույն են աճել այս մյուս բաները, սենք համայնքային հողերն է, բայց բնապահպանները արդեն չեն թողնում, որ մենք կպնենք, որովհետև շատ սիրուն բնական անդառ է գոյանում։ Աշոտսկ համայնքի Բաշկյուղ բնակավայրի տարածքը մեղվաբույծների ամենանախընտրելի վայրերից է։ Հրաշալի բնությունը, ծառ ու ծաղիկը, անարատ աղբյուրները լավագույն պայմաններն են ապահովում մեղվաբուծության համար։ Գալիս են տարբեր շրջաններից գյուղի մերձակա տարածքներում տեղադրելու իրենց մեղվափեթակները։ Այնքան մեղվապաներ են գալիս այստեղ ու տարածք են ուզում, որ մեղուները դնեն։ Լեննականից էլ են շատ մարդիկ գալիս, այնտեղ մի հատ բժիշկ է գալիս Երազգավորսից ծաղիկների համար, բնության համար, բնության բերիության համար։ Այնպիսի օր է եղնում կիլո ու կես մեղր է ստանում։ Մի փետակը կիլո ու կես մեղր է բերում։ Հենց այսպիսի վայր են փնտրել բաշկյուղցիների նախնիները, ընտրել են այնպիսի տարածք, որտեղ ջրերի ակունքները մաքուր են, իսկ բնաշխարհը նման է մշոտ դաշտերին ու սարերին։ Գյուղն անվանակոչվել է ի հիշատակ Արևմտյան Հայաստանում գտնվող 4 բաշկյուղների, այն բառացի նշանակում է առաջին գյուղ։ Սկսել են մշակել, ամեն ինչ աճեցրել են այստեղ, ինչպես մուշում։ Սկզբում եղել են 7 ընտանիք։ Հետո աշճանաբար տարբեր տեղերից են եկել միավորվել, դարձել են 17 ընտանիք։ Աշճանաբար հետո շատացել են, բազմացել են։ Մուշից գաղթած կոտորածից խուսափած ժողովուրդը նորից արարել տուն-տեղ է ստեղծել, սակայն տարիներ անց ոճրագործ թուրքի ձեռքը հասել է նրանց, արդեն Արևելյան Հայաստանում։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ 1920 թվականին թուրքական զորքը նահանջի ժամանակ մտել է գյուղ, բնակիչներին մեկտեղել մարաքում եւ կրակի մատնել։ Նրանց հիշատակին նվիրված այս հուշաքարը հեղինակել է գյուղի բնակիչ Վաղինակ Հովհաննիսյանը։ Սա մեր հին դպրոցի շենքն է, որ այդ ժամանակ մարակ է եղել, հավաքել են ժողովրդին, լցրել են մարակն ու այրել են։ Ասիկ մարակ է, մարակի դուրն է։ Ասիկ նալ եղել դրավ վերև է խպած, քարե դեմեների մարդկա ստացը մեջը վարել են, ստեղ ծուխը դուրս կա։ Ասիկ հավերության նշան է տալիս, խաչներ դե բնական եք արդեն գիտենք։ 1870-ական թվականներին գյուղն ունեցել է շուրջ 600 բնակիչ, աստիճանաբար թիվը նվազել է եւ այսօր Բաշկյուղում ապրում է 61 մարդ, այն էլ ոչ մշտապես։ Նրանցից 30-ը ձմռան ամիսներին տեղափոխվում են Գյումրի, գարնանը կամ ամռանը վերադառնում։ Փակ ճանապարհները, գազաֆիկացում չկա, ընդհանրապես դպրոց չունենք, խանութ չունենք, երեխաների համար կրթության եւ այլն այդ նպատակներով են հիմնականում գնում։ Երիտասարդները աշխատանք չունեն։ Իմ ժամանակ 2 դասարան 37 տղաշագերտ է, իսկ մի հատ առաջի կա 2 հատ, 2-րդ, 3-րդ դասարան նույն դասարան։ Նույնիսկ մի քանիսը գնացին ու եկան ընտանիքներն էլ տարան։ Էդ էլ է շատ արդեն այնքան լավ տներ կան, որ հիմա դադարք են ու շատ ցավ է մեր համար։ Բաշկյուղի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, վերջին տարիներին սկսել են նաև ցորեն, գարի ու վարսակ ցանել, սակայն վարուցանքը դժվարացնում են անբարեկարգ ճանապարհները։ Վարսադե բանը ասենք գարի ցանել ենք, հիմա խնդիրն է որ ճանապարհը լավ է, որ մենք կարողանանք կոմբայնով դրանք բերենք տեղավորենք մեր գոյությունները չասա պաշտպանենք էլի։ Տարեցներն իրենց գոյությունը պաշտպանում են այստեղ, երիտասարդները դրսում, վերջիններս անասնապահությամբ զբաղվելու ցանկություն չունեն, մեծահասակներն էլ ի վիճակի չեն կամ 1-2 անասուն են պահում։ Նաև դա է պատճառը, որ տարածաշրջանի գյուղերում անասնագլխաքանակը զգալիորեն նվազել է։ Տվյալ մարդը դա անասուն գուպայի օգնող դեր պետք ունենա, եթե չունեցա մենակ եղավ շատ զոր է։ Այս պայմաններում ասենք, եթե ես կարողանամ պահեմ մի հատից, 2 հատից ավել չեմ կրա, կամ եմ դիտանիմ օրքեմ կամ խոդը քաղեմ, բերեմ լսեմ տեմը, չեմ կրա ելնի սար իջնի ցած։ Տարեկը այն չէ, հետո էլ պետք է խնդիրներ կա էլի անասունի հետևից տալ է պետման էլ չեմ կարում էսել տղաներս էլ դուրս են։ Լեննական են ապրում, բայց գնացել են ցավստը մնալին չեն, տուն ունին, ընտանիք ունին։ Երեխա ունեն դպրոց են ճամփում։ Ամենակարևոր խնդիրը երևի գազաֆիկացումը ճանապարհը։ Էլի դպրոցը, Հարևան գյուղի դպրոցը կարող են երեխաները քիչ են այնտեղ դասի գնան, թեպետ հիմա նոր ծրագրով պետք է այս բոլոր գյուղերի երեխաները Մուսալյան գնան դպրոց։
Հանրային տրանսպորտի հարցը մասամբ կարգավորվել է, դեպի Գյումրի գնացող երթուղային կա, որը գործում է շաբաթը 3 օր, քաղաքի հետ կապը կա, մարդիկ ստիպված են այնտեղից սննդի եւ անհրաժեշտ պարագաների մի քանի օրվա պաշար բերել։ Մի խոսքով, ինչպես վարպետ Վաղինակն է նշում. Գլոբուսից դուրս ավրող մարդիկ։ Էդուարդ Մխիթարյան, Համբարձում Պապոյան, Regions TV, Շիրակի մարզ, գյուղ Բաշկյուղ։